այս պահի դրությամբ մոտ 54,000 հայտարարագիր լրացած ունենք, որից 23,000 սոցիալական կրեդիտ ստացած եւ 2 միլիարդից ավել սոցիալական կրեդիտներ են ստացել մեր քաղաքացիները, բայց այս ընթացքում մենք մի շարք որոշումներ ենք կայացրել, որոնք այսպես ասած ծաղուն են դարձել կյանքը հայտարարագիր լրացողների, ունենք բավական մանրամասն ուղեցույցներ, համապատասխան էջ եւ նաեւ ունենք մշակված կոնցեպտ հայտարարագրման նոր հարթակի, բայց նաեւ միաժամանակ փոփոխություններ են կարել, գիտեք այդ 300,000 շեմի մասին, որը հնարավորություն է տվել ավելի հանգիստ լինել հայտարարագրերը լրացնելիս, ունենք ժամկետների որոշակի փոփոխություններ հայտարարագրերը լրացնելիս, որը բխում է նույնականացման քարտերի հասանելիությունից, ունենք խնդիրներ, մարդիկ, երբ որ չէին կարողանում սոցկրեդիտներ ստանալ առանձին տեղերում, օրինակ որոշակի արվեստի դպրոցներում կամ այլ նմանատիպ խմբակներում, այդ հարցերն են կարգավորվել։ Բացի այդ ունենք նաև շրջանառության հարկի բարեփոխումները, գիտեք, եւ այս ուղղությամբ, եթե նկատել եք, մենք մանրամասն բոլորին բացատրել ենք, մեր կայքում էլ հրապարակում ենք արել, թե ինչպես պետք է շրջանառության հարկի համակարգում այդ հաշվառումները իրականացնեն առանձին ոլորտներում գործող տնտեսվարող սուբյեկտներ, բայց նաև ակտիվորեն մասնակցել ենք այն աջակցության ծրագրի մշակմանը, որը որ արդեն ներդրվել է եւ առաջի 2 եռամսյակում հնարավորություն է շրջանառության հարկ վճարողների համար, որպեսզի իրենք օգտվեն եւ չբախվեն օրինակ որոշակի հարկերի ավելացումների, քանի դեռ իրենք փաստաթղթավորումները պատշաճ չեն իրականացրել, այսինքն մինչև այդ պահը հնարավորություն է իրենց համար օգտվել այս աջակցության ծրագրից։ Մյուս ռեֆորմների մասով, գիտեք, խաղային ոլորտի մասով հայտարարել ենք ժամանակին, որ օպերատոր պետք է ունենանք, որը հնարավորություն պետք է տալ պատշաճ վերահսկի ոլորտը եւ հարկահավաքում իրականացնի։ Այդ ուղղությամբ արդեն կառավարության որոշման նախագիծը մշակել ենք, շուտով կքննարկվի կառավարությունում եւ կանցնենք մեր մրցութային փուլերին։ Մյուս կարևոր ռեֆորմը, որը որ կապում է մեզ եւ ընդհանրապես մեր հարկ վճարողներին աշխարհի հետ եւ մեզ տեսանելի է լինում, թե օրինակ հարկ վճարողները դրսում ինչ գործակցներ են իրականացնում, դա ֆինանսական հաշիվների փոխանակման մասին է խոսք գնում եւ այս տեսանկյունից արդեն պիլոտային գործարկել ենք այդ համակարգը, միացել ենք տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության համապատասխան համակարգին, փորձարկումները արել ենք եւ 47 երկրների հետ փոխանակում ենք իրականացնելու այս տարի բանկերի ստացված տվյալների հիման վրա։